դեռ արկա են ցավոք։ Հաջորդը։ Հանրային ռադիո, պարոն Հակոբյան, իմ հարցն էլ է տեսալսողական մեդիայի փոփոխություններին վերաբերվում։ Ուրիշ հերոս չունեք, փաստորեն։ Ոնց տեսնում եմ, ոչ։ Լիազորությունները հանձնաժողովի ընդլայնվում են։ Հանձնաժողովը ինչպիսի ակնկալիքներ ունի իր անելիքների շրջանակում նոր փոփոխություններով։ Եվ երկրորդ հարցը, որ վերաբերում է նախընտրական փուլին, 30-ից ավել քաղաքական ուժ ցանկություն է հայտնել մասնակցելու process-ներին։ Հանձնաժողովը ինչ աշխատանքներ է տանում նախընտրական մեդիա մոնիտորինգը իրականացնելու համար, եթե դրանք արդեն առկա են, արդյոք ռեսուրսը բավարարում է այդ գործընթացը իրականացնելու համար։ Լավ հարցեր են։ Առաջի հարցով մենք դեռ չգիտենք, հաշվարկը չկա, միջև նոր օրենքը ուժի մեջ չմտնի, շատ դժվար է հաշվարկել մեզ այն ռեսուրսը, որը հարկավոր է պատշաճ մեր աշխատանքները իրականացնելու համար, որովհետև մեր կարգավորման տակ գործող ընկերությունների թիվը մեծանում է բնական է, եւ այդ մասին նաեւ ազգային ժողովում խոսվեց, մենք պահանջ ունենք տեխնիկական լուծումների, այսինքն արհեստական բանականության էլի գործիքների վրա հիմնված մոնիտորինգային սիստեմի, որը ինչ որ չափով մարդկային գործոնը կհանի եւ մենք հիմա այս պահին պատրաստում ենք այդ տեխնիկական առաջադրանքը, որովհետեւ նախարարությունը բարձր տեխնոլոգիական հավաստիացրել է մեզ եւ խոստացել է ստանալով այդ տեխնիկական պայմանագիրը նրանք կմշակեն, կօգնեն մեզ մշակել այդ ծրագրերը, կգտնեն ընկերություն, որը դա կիրագործի, ինքը գիտեք շատ դժվար է, մեծ դատաներ է պահանջում եւ ինչ որ ժամանակ հետո ես հույսով եմ կունենանք նաեւ այն գործիքը, որը կհեշտացնի մեր աշխատանքները, կավտոմատացնի, իսկ դուք գիտեք ինչքան մարդկային գործոնը քիչ լինի, այնքան որոշումները նրանք բան կկայացվեն, ավելի օբյեկտիվ, չնայած այնտեղ էլ խնդիրներ կա, որտեղ մեքենան չի կարող իմանալ ոչ վերբալ, բանը, լեզուն։ Օրինակ դու կարաս չարության խոսքն այն ժպիտով ասես, սարկաստիկ, որը լրիվ ուրի մասնա տալի, դա լիքը խնդիրներ կան, բայց մենք դրանով զբաղվում ենք։ Սա մեկ, երկրորդ հարցը էլի մոռացան արդեն։ Նախընտրական մեր հաշվարկներով նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ ենք մենք կոնտակտների մեջ այլ բան է հայտարարել, այդ բան է մասնակցել, սա մեկ, այսինքն շատ ավելի քիչ կլինի, երկրորդը մի շարք այդ քաղաքական ուժերը բնական դաշինքներով նրանք կմասնակցեն եւ մենք այդ փորձը ունենք, որովհետեւ եթե հիշում եք 21 թվականի ազգային ժողովի ընտրություններում 23 քաղաքական ուժեր մասնակցում, չեմ կարծում, մենք չենք կարծում, որ դրանից ավել կլինի, բայց այդպիսի մեծ քաղաքական մասիվների հետ աշխատելու փորձ ունենք, ինչ ենք անում։ Նախ մենք պատրաստում ենք մեր մեթոդաբանությունը, ինչպես պետք է լրատվամիջոցները դա հեռարձակող լրատվամիջոցները ինչպես պետք է լուսաբանեն եւ մի երկու անգամ ԺՄԻԿ եւ այլ կազմակերպություններ նրանք դրական գնահատական են տվել այն մեթոդոլոգիային, որը մենք փոփոխեցինք։ Եթե նախկինում հանձնաժողովը, միջև 21 թվականի ընտրությունները ինքը նայում էր մեխանիկական հավասարությանը, որը չէր աշխատում, որովհետև կա քաղաքական ուժը, որ շատ ակտիվ է, եւ կա քաղաքական ուժ, զորօրինակ կոմունիստները, որը ոչինչ բան չէին անում, շտաբեր չունեին, եւ հեռուստատվությանը շատ դժվար էր 10 րոպե նրան հատկացնել, 10 րոպե նրան։ Այստեղ իմաստային հնարավորությունների խնդիրը կա։ Մենք քաղաքական ուժին հնարավորություններ տալիս ենք մեր մեթոդոլոգիայով, տալիս ենք։ Կօգտվի թե չէ, մեր խնդիրը չի։ Մենք չենք կարա մեղադրենք, չգիտեմ, նույն Արմենիային, ԱԹՎ-ին կամ 5-րդ ալիքին, որպեսզի նրանք բան անեն։ Կոմունիստներին եւ, չգիտեմ, շատ ակտիվ ուժին նրանք նույն ժամանակվածը տան, չէ՞, դուք բոլորդ հասկանում եք դա։ Մենք տալիս ենք հնարավորություններ, սա մեկ։ Երկրորդը մենք ամեն ընտրություններից առաջ մի քանի տրեյնինգներ ենք անցկացնում, սա երկու։ Երրորդը մենք նույնիսկ կոչերով ենք դիմում, փորձում ենք համոզել, ամեն ինչ անում ենք, որ ագրեսիայի, ատելության, խախտումների քանակը քիչ լինի եւ եթե նկատել եք նույն 21 թվականի նախընտրական պայքարը ավելի շատ ագրեսիվ էր դրսում, համացանցում, բայց ոչ կարգավորող մեդիայի եթերներում, այդ շատ կարեւոր բան է։ Էլի ստեղ մի բան ասեմ, մի շատ էլի կարեւոր մի անարդարություն կա, որի վրա մենք ուշադրություն ենք դարձնում, երրորդ անգամ արդեն խոսում ենք միջազգային կազմակերպություններին բողոքում ենք, որևէ արձագանք չկա։ Ուրեմն փոփոխություններով ընտրական օրենսգրքում, սահմանադրական օրենքում յուրաքանչյուր հեռարձակող պարտավոր է անվճար ժամանակ տալ
յուրաքանչյուր ընտրություններին մասնակցող կուսակցությանը կամ դաշինքին իր բանում, հա, եթե մարզային ընտրություններ են, ուրեմն իր մարզում, եթե համապետական ընտրություններ են, բոլոր հանրապետական եւ մայրաքաղաքային ծածկույթ ունեցող ծելեները պիտի ձրի ժամանակ տան, անվճար ժամանակ տան բոլոր կուսակցություններին։ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր հեռուստաընկերություն պետք է 25 րոպե ժամանակ տա, հա, յուրաքանչյուր կուսակցությանը։ Պայմանական, եթե 20-ից պակաս չլինի, 20 կուսակցություն է մասնակցում, հա, ամեն կուսակցությանը 25 րոպե տալով, ինչքան ժամանակ ենք ստանում ամեն հեռուստաընկերությունում։ Ինչը ինչ է անում, ինչը շատ ժամանակ այդ կուսակցությունները արդեն գումար չեն տա, չէ, հեռուստաընկերություն վճարովի, որտեղ անվճար լիքը ժամանակ ունեն։ Եվ ես նախորդ տարի իմ հաղորդման ժամանակ ներկայացնելու ազգային ժողովում ասացի, որ դա նույնն է, որ ամեն բենզակալոնկային պարտադրեք մի տոննա ամեն մի կուսակցությանը ձրի բենզին տա նախընտրական պայքարում։ Դուք ինչ իրավունք ունեք անկախ տնտեսավորող սուբյեկտների վրա այդպիսի պարտավորություն դնել, որ ինքը ձրի, հա, լուսաբանի, տա կուսակցություններ ոչ թե լուսաբանի, հա, տա ձրի ժամանակ իրենց գաղափարները տարածելու համար։ Դրա համար կա հանրային հեռուստաընկերություն, հանրային ռադիո, բայց սուբյեկտները, հա, անկախ, նրանք այդ պարտավորությունը չունեն։ Դեղատունը պարտավորություն չունի ամեն կուսակցության նախընտրական պայքարում ներվերա, չէ, բան կա, Վալերենկայի մի քանի տուփ տա ամեն մի կուսակցությանը։ Սա խայտարակություն է, որը ոչ մի երկրում չկա։ Եվ դա էլի կրճատում է առաջինը հեռուստաընկերությունների եկամուտը, եւ երկրորդը ոչ պակաս կարեւոր, պարտադրում է այն հեռուստաընկերություններին, որոնք չեն ուզում մասնակցեն։ Ամեն մի հեռուստաընկերություն, որ ուզում է մասնակցի ընտրություններին, քարոզչությանը, գինասահմանում, հա, ենթարկվում է մեր պարզաբանումներին, բայց հեռուստածրագրեր կան, որոնք չեն ուզում մասնակցեն։ Ֆաստը, որը սպորտ է ցույց տալի, ինչի պիտի ինքը տեղադրի անվճար ինչ որ կուսակցության մասին սիրուն ռոլիկ, հա, կամ նույն մշակույթ հաղորդումը 21 TV-ին, կամ բունը, որը մշակույթային ալիք է, ինչի ինքը քաղաքականությունից զուր կա, կամ նուրը, այսինքն ինքը նաև ոտնահարում է ընտրողի իրավունքը լսարանի, ինքը բունա միացնում ամենտեղ քաղաքական գովազդա, ինքը ուզում է բունով նայի մշակույթին հաղորդում, միացնում է էլի մեկը կանգնած, հա, էշեշ դուսատալի հազար ներողություն, որովհետև շատ ժամանակ կուսակցությունների ռոլիկներում դա իրականություն չի, դա հնարավոր իրականություն է, որպեսզի մարդկանց բան անեն, չգեն դա մանիպուլյացիաներ է, ցականցած նախընտրական ռոլիկ դա մանիպուլյացիա է։ Մարդկանց պարտադրում են Հայաստանի բոլոր ալիքներով հետևել նախընտրական մանիպուլյացիաներին։ Այդ հարցը ցավոք, հա, մենք բարձրացնում ենք, բայց համերաշխություն եւ մեր հեռուստաընկերությունների միջև չկա, որ մենք հասնենք այն նպատակին, որ այդ նորմը, սխալ նորմը հանվի օրենսդրությունից։ Շատ երկար պատասխանեցի, որտեղ իսկապես սա կարևոր է։ Հնարավոր է առաջիկայում, քանի որ ընտրություններ են սկզբում, ձեր ասած առաջարկությունները բարձր տեխնոլոգիական նախարարության հետ ոնց ասեցիք, իրենք են առաջարկում, քննարկվի ազգային ժողովում։ Չէ, ամեն ինչ կքննարկվի, բայց միջև ընտրությունները շատ քիչ ժամանակ է մնացել, որ ինչ որ կարողանանք, ինչ որ օրենսդրական փոփոխություններ անենք, դա շատ երկար ճանապարհ է եւ օբյեկտիվ ճանապարհ է։ Ցանկացած օրենք, ով չգիտի եւ կասկածում ինչի էին այսպես երկար ժամանակ տված անցնում, որտեվ օրենքը շատ դժվար բան է, հա, բավականին լուրջ քննարկումներ ա գնում։ Միայն այս վերջի օրենքը ես մասնակցեցի մի քանի քննարկումների կառավարություն ազգային ժողովում եւ մի 3-4 կիլո նիհարեցի։ Դա շատ լավ քննարկումներ են եւ մեր շատ ժամանակ բաները ոնց են ասում, ախորժակները զսպող են։ Բնական է, չէ՞, մենք ուզում ենք այնպես անել, դե բան ենք, մարմին ենք շատ լիազորություններով, մեզ զսպում են, հա։ Եվ այդ բաների ժամանակ, այդ քլաշերի բաների ժամանակ, հա, բանավեճերի ժամանակ ինքը ընտրվում է այն մոդելները, որոնք ամենա մեր կարծիքով արդյունավետ է կլինեն։